Վաղարշապատ արդեն իսկ խոշորացող համայնքի հարգելի հայրենակիցներ, տեղյակ է որ նաև մեծ թվով արցախցիներ կան այստեղ, հարգելի արցախցիներ, ի պատիվ վաղարշապատցիների պիտի ասեմ, որ մենք արդեն իսկ հասցրել ենք ֆիքսել, որ վաղարշապատցիները շատ ջերմ ընդունելության և եղբայրական վերաբերմունքի են արժանացրել ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցող մայր հայաստանցիներ, ինձ համար մեծ պատիվ է միջոցառման մեկնարկային ելույթը ունենալ։ Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ ինչպես արդեն իսկ նշվեց, մայր Հայաստանը ստեղծվելով միանգամից ներգրավել Գյումրիում, որտեղ առաջին հերթին մայր Հայաստանի ջանքերով Գյումրիում ՔՊ-ն չի վերարտադրվել։ Այժմ մայր Հայաստանը որդեական խոնարհությամբ եկել է մեր հոգևոր մայրաքաղաք և մեր պետության համար, մեր եկեղեցու համար այս վճռորոշ պահին, այս ճակատագրական պահին իր խոսքը ու իր ասելիքն է առաջարկում Վաղարշապատին և հարակից գյուղերին։ Քաղաքական գնահատականը կհնչի պարոն Թևերյանի կողմից այլ դրվագների կանդրադառնան իմ գործընկերները, բայց մինչ բուն ասելիքիս անդրադառնալը շատ խորհրդանշական փաստի վրա եմ ուզում կանգ առնել Մայր Հայաստանի Էջմիածնի Վաղարշապատի ավականու ցուցակը կազմված է Հիսուս Քրիստոսի ապրած տարիների 33-ից և այս Բերիային հատուկ ոճով բռնաճնշումների ժամանակաշրջանում խիզախելու և պատասխանատվություն ստանձնելու համար իդեմս Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի ողջունենք մեր ցուցակի բոլոր ներկայացուցիչներին։ Շնորհակալություն։ Շուրջ 2 տարի է Մայր Հայաստանը Երևան քաղաքի ավականիում ներկայացված է բառից բուն իմաստով շենքի հատակի պրոբլեմներից մինչև երկրի քաղաքական ղեկավարության այդ լայն ամպլիտուդով ամենօրյա աշխատանք են կատարում վերհամելով քաղաքին վերաբերել, միևնույն ժամանակ բացահայտելով այն կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները, որոնցում բառի բուն իմաստով թափահված է ԿՊԱ-ական և հանրապետության այս խայտառակ կոալիցիան։ Ու այդ ճանապարհին չեմ ուզում ձեզ շատ զբաղեցնել, շատ տարբեր դրվագների ենք առաջ հանդիպում, բայց այն աֆյորան, այն կեղծիքը, որ խաղարկեցին և քաղաքում կցել-կցվցելով, մի հնարով, խաբեությունով իշխանություն ձևավորեցին, դա էլ է պարբերաբար ճաքեր տալիս և տարբեր դրվագներում տեսնում ենք այդ տենդերների հետ կապված, Երևանում, բայց այդ ցավը, այդ ախտը միայն Երևանին չէ, որ ճակերտավոր արևմտամետների այդ խմբակը չհաջողեց, տապալվեց, վստահ եմ նույնը ստեղ առնելու համաձայն եք, թե չէ։ Ու միայն Երևանում չի այդ ախտը պատել, հա, այդ խմբակի, այդ ֆեյք այլընտրանքային իբրև թե արևմտամետները, Ուրեմն խմբակի տարբեր կուսակցություններ, որ տարբեր տեղեր թիմերում կոալիցիա են կազմել։ Այդ խառնամբոխից մեկը Արարատում կոալիցիա է ապահովել, որ ԿՊ-ն իշխանություն վերցնի, պարզվել է, չգիտեմ, գառան-մսի ինչ-որ կաշառք է վերցրել, վերեն քրեական գործ կա։ Թալինում, Վայքում, այդ նույն կոալիցիայի ներկայացուցիչները իրենց հետ փոխկապակցված բարեկամների ֆիրմաներից համայնքի հաշվին գնումներ են անում։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ այս բախտախնդիրների պաշտոնը փող աշխատելու, միայն փող աշխատելու և հայրենասիրական ճառերով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու, էմոցիա գողանալու, քվե ու հավատ մարդկանց մսխելու այդ բախտախնդիրների, այդ ճամարտակների խմբակի մասին այդ ատիրում ամբողջ պատկերում, որտեղ ԿՊ-ն և իր արբանյակները որևիցե համայնքում կարողանում են ինչ-որ կերպ զավթել, բայց ես վստահ եմ, որ այս իրադարձությունից հետո նաև
եւ մթնոլորտի փոփոխության առումով, եւ հստակ մարտահրավերները հասկանալու առումով Վաղարշապատցին եւ հարակից գյուղերի բնակիչները վճռական ոչ են ասելու այդ բախտախնդիրներին, այդ հայրենիքը ծախողներին, այդ ամեն գնով աթոռից կարճածներին եւ նոյեմբերի 17-ին նոր արշալույս է բացվելու Մայրաթոռի եւ Մայր Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Շնորհակալություն։